Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում, առաջիկա րոպեներին դիտեք։ Ինչ հարցեր է քննարկել Հայաստան այցելած J.D. Vance-ը։ Փոխշահավետ իրավիճակ է եւ Հայաստանի համար, եւ իմ երկրի համար էներգետիկ անվտանգության։ Հայ գերիների ազատ արձակման կոչով հավաք Բաղրամյան պողոտայում նախագահականում Հայաստանի վարչապետի եւ Միացյալ Նահանգների փոխնախագահի հանդիպմանը զուգահեռ։ Ազատություն հայ վատանների! Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները կմեկնեն Միացյալ Նահանգներ մասնակցելու 10 օրից նախատեսված Թրամփի խաղաղության խորհրդի գագաթնաժողովին։ Քաղաքացիական պայմանագիրը նախընտրական ցուցակ է ձևավորում, կլինի ռեյտինգային քվեարկություն։ 22-ամյա զինծառայող Դավիթ Մանուկյանը ինքնասպան է եղել, թե նրան սպանել են 3 օր է իրավապահները լուռ են։ Ռուսական գիշերային հարձակման հետևանքով Ուկրաինայում զոհեր կան։ Եվ այսպես քիչ առաջ Բաղրամյան 26-ում ավարտվեցին հայկական եւ ամերիկյան պատվիրակությունների բանակցությունները, որի արդյունքում նաեւ միջուկային ոլորտում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ փաստաթուղթ ստորագրվեց։ Հայաստանի վարչապետն ու Միացյալ Նահանգների փոխնախագահը հայտարարություններով հանդես եկան, լրագրողների մի քանի հարցի պատասխանեցին։ Ես հիշեցնեմ, որ J.D. Vance-ը Ամերիկայի առաջին փոխնախագահն է, որ նորանկախ պատմության մեջ երբևէ եկել է Հայաստան։ Վաղը նա Երևանից Բաքու կմեկնի։ Հիմա ուղիղ կապ ենք հաստատել Բաղրամյան 26-ում հայ-ամերիկյան բանակցություններին հետևած իմ գործընկեր Շողիկ Գալստյանի հետ։ Շողիկ, բարի երեկո, դու ուղիղ եթերում ես, մի քանի թեմաներ նախ առանձնացնենք, թրիփի եւ խաղաղության ջանքերի մասին ինչ հայտարարություններ հնչեցին։ Բարի երեկո Աստղիկ, այո քիչ առաջ ավարտվեց արդեն փաստաթղթի ստորագրումը, նաև մինչ այդ եղած բանակցությունները պաշտոնյաների միջև առանձին, հետո արդեն պատվիրակությունների միջև ընդլայնված կազմերով եւ դրանից հետո Նիկոլ Փաշինյանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը հանդես եկան հայտարարություններով, պատասխանեցին լրագրողների հարցերին եւ ինչպես դու նշեցիր քո խոսքում անդրադարձան մի շարք թեմաների, առանցքում էր թրիփ նախագիծը, նաև խաղաղության հաստատման ուղղված Միացյալ Նահանգների ջանքերը, Հայաստանի այդ ուղղությամբ կատարված աշխատանքները, երկու պաշտոնյաները պարբերաբար ընդգծում են խաղաղության հաստատման կարևորությունը եւ այդ հարցում կողմերի իրականացրած ջանքերը Նիկոլ Փաշինյանը խոսեց թրիփից խոսեց նաև Միացյալ Նահանգների փոխնախագահը, նշեց, որ մանրամասն քննարկել են ծրագրի իրականացումը, ընդգծեց, որ վարչապետը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս արագացնել դրա իրականացման աշխատանքները, կարճ մի քանի խոսքով նշեց, թե ինչ է այն ներկայացնելու, մասնավորապես նշում էր, որ խոսքը J.D. Vance-ի մասին է, նշում էր, որ այն լայն հնարավորություն բացելու Հայաստանի համար, այս առումով առհասարակ ապաշրջափակումը կարևորեցին եւ կարևորեց հատկապես դա ընդգծեց Հայաստանի վարչապետը, իսկ J.D. Vance-ը նշեց, որ միջազգային առևտրի համար է սա շատ կարևոր նախաձեռնություն լինելու եւ նշում էր, որ թրիփ հիմնադրամը մասնավոր կապիտալի ներհոսք է ապահովելու եւ սրա վերաբերյալ ընդհանուր առմամբ շեշտադրումները սրանք էին եւ առավել մանրամասն կարող եք լսել հենց պաշտոնյայի խոսքում, բայց սրանից զատ եւ սրա իրականացման համար կարևորվում եւ պարբերաբար շեշտվում էր խաղաղության հաստատման փաստը։ Փոխնախագահի հետ երկուստ եք ընդգծել ենք Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ամենակարևոր ձեռքբերումներից մեկի՝ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության նախագծի հետեւողական իրագործման կարևորությունը համաձայն սույն թվականի հունվարի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի եւ ԱՄՆ պետքարտուղարի միջև ստորագրված թրիփ ծրագրի իրագործման շրջանակի։ Վերահաստատել են, որ այս ծրագիրը բացի խաղաղության լրջագույն դիվիդենդներից
ունենալու է նաև տարածաշրջանային եւ գլոբալ նշանակություն, զարգացնելով արևմուտքից արևելք անխոչնդոտ հաղորդակցությունը։ Մեր գոհունակությունն ենք արտահայտել ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև օրերս մեկնարկած տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների ընթացքի կապակցությամբ։ Մի նոր աշխարհ է բացվելու միջազգային առևտրի, տրանզիտի եւ էներգիայի հոսքի այս տարածաշրջանում եւ աննախադեպ կապ կապահովի Հայաստանի եւ հարևան երկրների միջև, սա հոյակապ է եւ ոչ միայն Հայաստանի ժողովրդի բարգավաճման համար, բայց սա նաեւ կնպաստի խաղաղության գործընթացին, երբ որ դու կապում ես էներգետիկ ոլորտը, տնտեսությունը եւ այլ, սա նպաստում է, մենք խաղաղությունը ոչ թե ուզում ենք սարքել, խաղաղություն կերտել, մենք ուզում ենք, որպեսզի այդ կերտված խաղաղությունը գոյատևի։ TRIP հիմնադրամը ինչ է անելու, դա նշանակում է, որ ԱՀԿ-ին մեծ քանակով մասնավոր կապիտալ հոսելու է այստեղ, որպեսզի այն փոխշահկապակցվածություն ստեղծի։ Շողիկ ռազմական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության մասին հայտարարություն հնչեց, կարող ենք մի փոքր փակագծեր բացել, ինչի մասին էր խոսքը։ Այո, աստղիկ, բացի մեզ հայտնի արդեն տեխնոլոգիական ոլորտում են համագործակցության շրջանակից, որ այս ընթացքում պարբերաբար հայտարարվել էր, այսօր նորություններից մեկը հենց դա էր, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև նաեւ ռազմական ոլորտում համագործակցություն է սպասվում եւ այսօր այստեղ հայտարարվեց, որ արդեն կա հաստատված կոնկրետ գումարի չափով դրոնների հետախուզական կարծես թե դրոնների ձեռքբերման մի ծրագիր, կարող ենք հենց լսել, թե պաշտոնյաները դրա վերաբերյալ ինչ մանրամասներ են ներկայացնում։ Նշանակալի առաջընթաց ենք արձանագրել նաև Հայաստան-ԱՄՆ ռազմական եւ պաշտպանական գործընկերության ասպարեզում։ Ի շարունակություն երկում բազմամյա անվտանգային համագործակցությանը եւ արդեն 3 տարի անմեջ շարունակվող արծիվ գործընկեր զորավարժություններին Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել VBAT տեսակի անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունը ապացուցվել է կիրառման հարուստ փորձով եւ որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։ Հույս եմ հայտնել, որ ԱՄՆ-ի արտաքին ռազմական վաճառք ծրագրի ներքո իրականացված այս գործարքը հիմք կծառայի հետագա համագործակցությունն ընդլայնելու համար։ Նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ լավագույն ձևը ապահովելու խաղաղություն, որպեսզի լավագույն տեխնոլոգիաները ռազմական աշխարհի տարածվի եւ տեղադրվի եւ ԱՄՆ-ն ունի եւ հիմա մենք 11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար եւ մեր լավ բարեկամ վարչապետի եւ մենք համոզված ենք, որ այն խաղաղությունը, որ պետք է կերտվի, կմնա, կայուն կլինի։ Շողիկ, երկու պաշտոնյաների նաև հարցերի հնարավորություն եղավ, որ հարցը կառանձնացնես։ Աստղիկ, այո, հարցի հնարավորություն տրվեց լրագրողներին, երկուական հարց յուրաքանչյուր կողմից հնչեց, ըստ էության հարցերը, որ հնչեցին հայկական կողմից վերաբերվում էին TRIP-ին եւ մյուս հարցը եւս երկու հարցն էլ ըստ էության վերաբերում էին TRIP-ին, մեկը ուղղվեց Հայաստանի վարչապետին, մյուսը Միացյալ Նահանգների փոխնախագահին, իսկ Միացյալ Նահանգների կողմից հնչած հարցերը վերաբերում էին Իրանին եւ Իրանում տեղի ունեցող զարգացումներին։ TRIP-ի վերաբերյալ մասնավորապես JD Vance-ից լրագրողը, հայաստանյան լրատվամիջոցի լրագրողը փորձեց հասկանալ, թե ինչ ծավալի ներդրումներ են սպասվում այդ նախագծում, սակայն պաշտոնյան կոնկրետ ներդրումների թիվ չհնչեցրեց։ Համոզված եմ, դուք նկատեցիք արդեն մեր հայտարարություններից, որ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության համագործակցության առանցքում մի նպատակ կա եւ այդ նպատակը խաղաղությունը եւ կայունությունն է եւ մեր բոլոր գործողությունները եւ համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ ուղղված են խաղաղությանը եւ կայունությանը եւ ես համոզված եմ, որ այդ
նպատակը իրագործել է, մենք արդեն տեսել ենք, տեսնում ենք արդեն։ Ես առիթ ունեցա ասելու, նաև իմ բացման խոսքում, ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ, որ շատ կարևոր է արձանագրել, որ այն խաղաղությունը, որը 2025 թվականի օգոստոսի 8-ին հայտարարվեց, հռչակվեց, ինքը արդեն գետնի վրա իրականության մեջ արտահայտվում է եւ թույլ տվեք ասել, որ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը խաղաղաբեր համագործակցություն է եւ այդպեսին կլինի միշտ։ Շողիկ, ես նաև վաղվա օրակարգի մասին եմ ուզում քեզ հարցնել J.D. Vance-ի մասնավորապես, ինչ-որ հանդիպումներ, այցեր, ինչ-որ տեղում նա կլինի, վաղվա օրակարգը հայտնի է։ Աստղիկ նախասեմ, որ այստեղ բանակցություններից եւ հայտարարություններից հետո պաշտոնյաների Նիկոլ Փաշինյանին եւ Միացյալ Նահանգների փոխնախագահին միացան իրենց կանայք Տիկին Աննա Հակոբյանը եւ ԱՄՆ փոխնախագահի կինը, որը եւս նրա հետ ժամանել էր Երևան, եւ այստեղ հենց նախագահականում նրանց ընթրիք կմատուցվի, իսկ վաղվա օրակարգի հետ կապված իր խոսքում J.D. Vance-ը հայտարարեց, որ սպասում է վաղվա օրվան, որպեսզի Հայաստանում հնարավորություն ունենա ժամանակ անցկացնելու, թե ինչ նկատի ուներ, ուր է պատրաստվում այցելել եւ ինչ ծրագրեր ուներ, չմանրամասնեց։ Շնորհակալ եմ, ես հիշեցնեմ Շողիկ Գալստյանն էր Բաղրամյան 26-ից հաղորդում, այնտեղ քիչ առաջ ավարտվել են հայ-ամերիկյան բանակցությունները։ Հայ-ամերիկյան բանակցություններին զուգահեռ նախագահականից քիչ ներքև հավաք էր, մասնակիցները պարզել էին Ադրբեջանում խստագույն պատիժների ընդհուպցման ազատազրկման դատապարտված հայերի նկարները, հավաքի մասնակիցների կոչն էր, որ Միացյալ Նահանգների փոխնախագահը բանտարկված հայերի հարցը Բաքվում բարձրացնի։ Free Christian Armenian hostages! Free Christian Armenian hostages! Բաղրամյան 26-ից մոտ 70-80 մետր այս կողմ Պրոշյանի խաչմերուկում Բաքվում պահվող 19 հայ գերիներին ազատ արձակելու պահանջով հավաքված ցուցարարները ճիշտ այս հատվածում էին հավաքվել եւ ուղերձները այստեղից էին հղում, մոտենալ հնարավոր չէր։ Թե արդյոք ներսում նախագահականում Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը լսեց ազատություն բոլոր գերիներին բացականչությունները, թե ոչ, դժվար է ասել, սակայն դրանք անդադար էին հնչում այստեղ ակցիայի ողջ ընթացքում, որն ավարտվեց պաշտոնական հանդիպման մեկնարկից որոշ ժամանակ անց ոստիկանական շղթան իմ հետևում է, մեկ այսպիսի շղթա էլ կա հակառակ կողմում, նաև Բաղրամյան մետրո կայարանի դիմաց, ընդհանուր առմամբ այս տարածք մոտենալ, մուտք գործել պարզապես հնարավոր չէ։ Free Armenian hostages! Free Armenian hostages! Արդյոք հավաքվածների ուղերձները տեղ կհասնեն թե ոչ, դժվար է ասել, սակայն այս օրերին փոխնախագահին ուղղվող նամակները կարծես տեղ հասնում են, մասնավորապես արդեն մի քանի ամիս կալանավորված Բագրատ arczepiskopos Գալստյանյանի աջակիցները այսօր տեղեկացրին, որ Վենսին ուղղված նրա նամակը փոխնախագահի գրասենյակ է հասել, նաև շնորհակալություն են հայտնել նամակի համար Տավուշի թեմի նախկին առաջնորդը մասնավորապես խնդրել է ազատ արձակել հայ գերիներին։ Գերիներից շատերը վերջին օրերին, ինչպես գիտեք, երկարաժամկետ ազատազրկման դատապարտվեցին, ռազմաքաղաքական ղեկավարության որոշ ներկայացուցիչներ ցմահ ազատազրկման դատապարտվեցին։ Այս կոչով նամակներ Վենսին նաև այլ կազմակերպություններ են հղել, իրավապաշտպան տասնյակ կազմակերպություններ, նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը նույն ուղերձներով նամակներ են հղել Միացյալ Նահանգների փոխնախագահին, թե արդյոք վաղը Բաքվում նաև այս հարցը Վենսի կողմից կհնչի թե ոչ, հայտնի չէ, ամեն դեպքում այստեղ հավաքված ցուցարարները փորձեցին իրենց ձայնը լսելի դարձնել։ Ազատություն հայ պատաններին! Ազատություն հայ պատաններին!
Իդեպ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները փոխնախագահ Վենսի տարածաշրջան կատարած այցից հետո կմեկնեն Միացյալ Նահանգներ փետրվարի 19-ին մասնակցելու նախագահ Թրամփի խաղաղության խորհրդի գագաթնաժողովին, հաղորդել է Վաշինգտոնում Ազատության թղթակիցը հղում անելով իր աղբյուրներին։ Ավելի վաղ ամերիկյան Axios պարբերականը հղում անելով ամերիկացի դիվանագետներին հաղորդել էր, թե այս գագաթնաժողովի ընթացքում Սպիտակ տունը մտադիր է քննարկել և վինչոցներ ներգրավել Գազայում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրականացմանն աջակցելու և տարածաշրջանի վերականգնման համար։ Հիմա այլ թեմաների մասին Հայաստանի հետ սահմանին գտնվող Թուրքիայի Ալիջանի սահմանային անցակետի համար նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին, հաղորդել են թուրքական լրատվամիջոցները։ Իգդիրի նահանգապետը անձամբ է ստուգել ընթացքը։ Կառուցվել են սահմանապահ և մաքսային գործառույթների համար նախատեսված շինություններ, մինչ այս պահը հստակ չի հաղորդվել, բայց հայաստանցի պաշտոնյաները հույս ունեն, որ առաջիկայում սահմանը մասնակի կբացվի։ Ենթադրվում է, որ խոսքը երրորդ երկրների և դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների ելումուտի մասին է։ Մի պայմանավորվածություն, որ Թուրքիան 3 տարուց ավելի է չի կատարում, հայկական կողմից մարգարայի անցակետը 2 տարի է պատրաստ է շահագործման։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Քաղաքացիական պայմանագիրը նախընտրական ցուցակ է ձևավորում, կլինի ռեյտինգային քվեարկություն։ 22-ամյա զինծառայող Դավիթ Մանուկյանը ինքնասպան է եղել, թե նրան սպանել են 3 օր է իրավապահները լուռ են։ Ռուսական գիշերային հարձակման հետևանքով Ուկրաինայում զոհեր կան։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է խորհրդարանական ընտրությունների գործողությունների ժամանակացույցը։ Միայն մի քանի թիվ նշեմ, նախընտրական քարոզչությունը մայիսի 8-ից հունիսի 5-ը, 29 օր կտևի։ Իսկ քաղաքական ուժերը գրանցման փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար 10 օր ունեն, ապրիլի 13-ից 23-ը։ Իշխող ուժը իր նախընտրական ցուցակի ձևավորման աշխատանքները արդեն 4 օրից կսկսի։ Փաշինյանի առաջնորդած ուժը սահմանադրական մեծամասնություն ստանալու հայտ է ներկայացնում։ Առանց այդ 2/3-ի իշխանությունը, եթե անգամ մեծամասնություն ստանա, նոր սահմանադրության հանրաքվե չի կարողանա նախաձեռնել։ Մեզ համար պլան B գոյություն չունի։ Մենք գնում ենք սահմանադրական մեծամասնության հետևից։ Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իշխող ԿՊ-ն մտադիր է սահմանադրական մեծամասնություն կազմել, այսինքն 50+-ից էլ շատ ավելի մեծ թվով ձայներ ստանալ։ Մենք դրա համար ամեն ինչ արել ենք եւ շարունակելու ենք անել։ Նոր սահմանադրության ընդունման կամ սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու համար խորհրդարանը պետք է որոշման նախագիծ ընդունի, որի համար անհրաժեշտ է падգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ը։ Այսինքն իշխանությունը չի կարողանա նոր սահմանադրություն ընդունել կամ փոփոխություններ նախաձեռնել, եթե չունենա սահմանադրական մեծամասնություն։ Այսինքն սահմանադրության նոր տեքստ գրող ԿՊ-ին խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալը խիստ անհրաժեշտություն է նաև այս առումով։ Չնայած ընտրություններից 4 ամիս առաջ կուսակցությունների նախընտրական ռեյտինգների մասին առայժմ վստահելի սոցհարցումներ չկան, ԿՊ-ում համոզված են, իրենց հաջողվելու է ստանալ ընտրողների ձայների մեծամասնությունը, քանի որ ինչպես պնդում են, կատարել են դեռևս 2021-ին տրված ամենակարևոր խաղաղություն բերելու խոստումը։ Հպարտությամբ թույլ տվեք ասել եւ բարձ ճակատով մենք գնալու ենք ու ասելու ենք, որ այն ամենակարևոր խոստումը, որը ձեզ տվել էինք, այն խաղաղություն բերելու խոստումը, մենք այսօր ձեզ հողի վրա բերել ենք խաղաղություն, այսօր զինվոր ունեցող, ապագա զինվոր ունեցող ընտանիքները հանգիստ են իրենց զավակների համար, որովհետեւ տեսնում են, թե սահմանին ինչքան խաղաղ է, տեսնում են, որ այն երկիրը, ումից ռազմական ագրեսիա են սպասել տարիներով եւ տեսել, այդ երկիրը ինչպիսի հայտարարություններ է անում, ինչպիսի համագործակցություն է այժմ տեսնում եւ հետեւաբար այս առումով մենք շատ պարզ ճակատով գնում ենք էլի մեր ընտրողներին։ Որ ասում եք պլան B չկա, այսինքն դուք բացառում եք, որ ընդդիմությունը կարող է հանրագումարում ավելի շատ ձայն հավաքել ձեզանից։
Միանշանակ։ Ընդդիմությունը մինչդեռ պարբերաբար հիշեցնում է Նիկոլ Փաշինյանին, որ նա չի կատարել իր հիմնական նախընտրական խոստումները, մասնավորապես խոստացել է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ լուծում, այդ թվում ինքնորոշման իրավունքի հիման վրա, սակայն ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, որին հետևել է Արցախի վրա ադրբեջանական հարձակումն ու հայաթափումը։ Փաշինյանը խոստացել է պաշտպանել Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը, սակայն ադրբեջանական հարձակումների հետևանքով Հայաստանի ինքնիշխան տարածքներից շուրջ 200 քառակուսի կիլոմետրը օկուպացված է։ Ընդդիմության պնդմամբ անկատար են մնացել նաև սոցիալական ոլորտի, ներառյալ աղքատության կրճատման մասին պնդումները։ Իր խոստված անվտանգությունից ոչինչ չմնաց, ունեցանք 3 պատերազմ։ Հիմա էլ խոսքա տալիս ասում է խաղաղություն ա լինելու։ Բան կար, որ խոստվեց ու արեց, Ժողովուրդ ջան։ Փաշինյանը եկել է մի կարգախոսով, որ բանա չէ, որ ժողովրդին սիրում է, հետո պարզվեց, որ փողն է սիրում, ոչ թե ժողովրդին։ Եթե ժողովրդին սիրեր, թոշակառուների վիճակը այսպիսինը չէր լինի։ Սահմանադրական մեծամասնության ձգտող ԿՊ-ում վստահ են, որ ի տարբերություն իրենց ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ընդդիմադիր ուժերը այսօր խորհրդարանի անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր ունեն, այդ թվում միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչյանի ղեկավարած դաշինքն ու գործարար Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն։ Նման դաշինքները եւ ուժերը այսօր մինիմալ շեմը հաղթահարելու խնդիր են իրենց առաջ դնում ընդհանրապես։ Կարծում եք Սամվել Կարապետյանի ուժը նույնպես մինիմալ շեմը հաղթահարել։ Այո, առաջիկայում ընտրություններ կլինեն եւ կտեսնենք ինչպիսի բան են իրենց առաջ դրել եւ կարողանում են այդ խնդիրը հաղթահարել, թե չէ։ Իրենք իշխանությունը փոխելու այդ մասին է իրենց խոսույթը, եթե լսեք, ոչ թե Շատ լավ, կսպասենք։ Մենք նախընտրական Մինչ ընդդիմադիր դաշտում վերադասավորումներ են, իշխող ԿՊ-ն արդեն հաստատել է իր 279 падգամավորի թեկնածուներին։ Փետրվարի 13-ից 15-ը ԿՊ շուրջ 1000 պատվիրակներ փակ գաղտնի քվեարկությամբ այդ 279 թեկնածուներին կռեյտինգավորեն, որից հետո էլ պարզ կլինի, թե ովքեր են առաջնային շարքերում։ Ընդ որում պատվիրակները միաժամանակ կարող են լինել падգամավորի թեկնածուներ։ Գործընթացը սակայն այսքանով չի ավարտվի։ Իշխանական падգամավոր ԿՊ վարչության անդամ Հասմիկ Հակոբյանը Ազատությանը փոխանցեց, որ առաջին փուլից հետո մոտ 1 ամիս անց ամենաշատ ձայներ հավաքած առաջին 50 թեկնածուները եւս մեկ անգամ կռեյտինգավորվեն եւ այդ ժամանակ կորոշվի նաեւ ԿՊ վարչապետի թեկնածուն։ Մահվան երրորդ դեպքը բանակում վերջին 2 ամսվա ընթացքում շաբաթօրը զոհվել է պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանը, բայց երրորդ օրն չկա պաշտոնական վարկած, ինչն էր 22-ամյա երիտասարդի մահվան պատճառը։ Իրավապաշտպանները կրկին քննադատությունն ուղղում են ղեկավարությանը, որ բանակում արատավոր բարքերը չեն վերացնում ու դրա մասին հենց խաղաղ պայմաններում մահվան սպանությունների, ինքնասպանությունների թվերն են ըստ նրանց խոսում։ 22-ամյա զինծառայող Դավիթ Մանուկյանն ինքնասպան է եղել, թե նրան սպանել են։ 3 օր առաջ քրեական գործ հարուցած իրավապահները դեռ չեն պատասխանում այս հարցին։ Քննչական կոմիտեից միայն փոխանցում են վարույթ են նախաձեռնել, թե ինչ հոդվածով դեռ չեն մանրամասնում։ Ազատության տեղեկություններով քննիչների հիմնական վարկածն ինքնասպանությունն է։ Պայմանագրային զինծառայողը Բագրատաշեն գյուղից էր։ Վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանն Ազատությանը փոխանցեց, երիտասարդը պաշտպան հայրենյաց ծրագրով էր ծառայում։ Վերջերս էր ծառայությունից տուն եկել, պատմել, որ ամեն ինչ լավ է բանակում։ Պաշտպան հայրենյաց ծրագրով 5 տարով պայմանագիրը կապել էր, 3 տարուց ավել ինքը արդեն ծառայության մեջ էր։ Թե աշխատավարձով ինքը ատեստացիան անցել էր, բարձր աշխատավարձ էր ստանում։ Դավիթը իրենից փոքր քույր ունի, գյուղում բոլորն են շոկի մեջ։ Իրանց հրամանատարներն են բոլորն էլ ասել են, որ ինքը շատ լավ ծառայող, շատ լավ երեխա էր։ Տեղել են գյուղում իրան ճանաչում որպես խելոք, համեստ երեխա, հա։ Նորները ասենք նորմալ մարդիկ են, նորմալ իրանց համար ապրող տանիք են, ասենք աշխատող բան։ Դավիթ Մանուկյանն այս տարվա ընթացքում բանակում մահացած արդեն երկրորդ զինծառայողն է։ Ընդհանուր առմամբ վերջին 3 ամիսների ընթացքում զինված ուժերում մահվան 3 դեպք է գրանցվել, 2-ը ինքնասպանության հասցնել է որակվել։ Քննությունից շատ մանրամասներ հայտնի չեն, մեղադրյալները զինվորների ծառայակիցներն են։ Խաղաղությունից են ամբողջ օրը խոսում, այդ խաղաղություն բերեք ձեր բանակին։ Այդ մարդիկ գնում են հայրենիքի համար ծառայության, դուք ինչ եք անում, որպես ցույց տաք, որ ցածր թվեր կա, ամեն մի մահը մի կյանք է, մի ընտանիքի։ Ինչ է անում պաշտպանության նախարարը։ Որևէ ծնող, որևէ ընտանիք չի կարողանում հանդիպի նրա հետ ու հարցնի, թե ինչու եք սպանում իմ զավակին։
Արդեն 2 տասնամյակ բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը բարեփոխումներ չի տեսնում։ Պատասխանատվությունը կրում է ՓԱԿ համակարգի ղեկավարությունը, անձամբ նախարարը, թե ինչ պետք է լինեն, ինչ եք անում դուք, որ այդ ինքնասպանությունները նշանակում է կամ մթնոլորտ, որը զինվորին տանում է դեպի ինքնասպանություն։ Սա է ամբողջ հարցը։ Իրավապաշտպանի գնահատմամբ բանակի ղեկավարությունը արդյունավետ քայլեր չի անում վերացնելու ՓԱԿ համակարգում տիրող փողոցային բարքերը, դրա մասին խոսում են հենց մահվան դեպքերը։ Այդ խոսքերով չի, այդ գործերով է։ Եվ ոչինչ չի արվում բանակի ներսում այդ մթնոլորտը փոխելու համար։ Մինչդեռ ռազմական գերատեսչության պատասխանատուները գոհ են իրենց աշխատանքից։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր վերջերս հայտարարել կարգապահության բարձրացման մասին, ընդգծել, անցած տարի բանակում 6 մահվան դեպք է գրանցվել, որոնցից 2-ը ինքնասպանություն են որակվել, իսկ սպանության դեպք չի եղել։ Կարգապահության բարձրացման ուղղությամբ նույնպես էական աշխատանքներ են կատարվել այս տարիների ընթացքում եւ ես պիտի կարևորեմ 2025 թվականը, որովհետև 2025 թվականին մենք ունենք շոշափելի արդյունքներ։ Պաշտպանության նախարարության պաշտոնական զինուշ հաղորդումն էլ այսօր տարածած տեսանյութում ընդգծում է, որ զորամասերում կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումներն ընթանում են ամենօրյա ռեժիմով։ Բանակում շոշափելի ձեռքբերումներ են արձանագրվել օրինապահության եւ կանոնադրային հարաբերությունների ամրապնդման գործում։ Սրա խոսուն վկայությունն այն փաստն է, որ 2025 թվականի ընթացքում բանակում ծառայության հետ կապված հանգամանքներում սպանության ոչ մի դեպք չի արձանագրվել։ Իրավապաշտպան Ալեքսանյանը սակայն հակադարձում է, ինչ է նշանակում ծառայության հետ կապ չունեցող մահեր ՓԱԿ համակարգում։ Ինքնասպանության յուրաքանչյուր դեպքի պատասխանատուն եք դուք։ Կարգ ու կանոնի մասին խոսելով չի։ Եվ ծառայության հետ կապ ունեցող կամ չունեցող հորինված, մոգոնված այդ տեսակետները, որ ծառայության հետ կապ ունի եւ կապ չունի այդ մահերը, նրանք ուղղակի չեն մտածում այս զինվորների մասին, որոնք այդպես սպանվում են բանակում։ Նախարար Պապիկյանն ի դեպ այս տարին հռչակել է բանակում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարի։ Եվ մեր ջանքերն ուղղելու ենք բանակում բիրտ արատավոր եւ քրեացին բարքերը բացառելու, կանոնադրային հարաբերությունները, օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքն ու պատժի անխուսափելիության գաղափարն ամրապնդելու նպատակի իրագործմանը։ Իրավապաշտպանը սակայն թերահավատ է, իշխանությունը փակել է բանակը, պառակտվել է քաղաքացիական հասարակությունը եւ մի քանի քննադատի խոսքը տեղ չի հասնում։ 22-ամյա Դավիթ Մանուկյանի ողբերգական մահվան հանգամանքները պարզելուց բացի իրավապահներն այս օրերին մեկ այլ քննություն են անցկացնում, պարզելու թե ով կամ ովքեր են Նուբարաշենի զորամասի մոտ դաժան ծեծել պայմանագրային զինծառայող Ավետիք Մկրտչյանին։ Նրա վիճակը ծանր է։ Քննչականը միայն փոխանցում է, վարույթը նախաձեռնվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով։ Իրավապաշտպանի կարծիքով սա եւս զինված ուժերում տարածված բռնության մթնոլորտի հետևանքն է, որը երբեմն դուրս է գալիս զորամասի պատերից։ Բանակի ղեկավարությունից մինչև տեղերում հրամանատարներ հոգևորականները պատմում են բանակում գնդերեցների ծառայության դադարեցմանը նախորդած զրույցների մասին։ Իշխանությունը հերքում է, թե ճնշումներ են եղել, իշխանություն եկեղեցի հակասությունների ֆոնին իրենք հոգևորականները պնդում են վարչապետի բարենորոգման ծրագրին չմիանալն է տարիների իրենց ծառայության դադարեցման պատճառը։ Եկեղեցու բարենորոգման օրակարգը հասել է նաև պաշտպանության նախարարության խորհրդակցությունների դահլիճ։ Նախկին գնդերեց Տեր Պսակ Քահանան պատմում է, սարկավակ գնդերեցներին են հրավիրել, ասել են թեման բանակում ինքնասպանությունների, արատավոր դրսևորումների կանխարգելումն է, բայց խոսել են այլ բանից։ Տարբեր հարցերի միջոցով փորձել են ճշտել գնդերեցների մոտեցումը այդ բարենորոգչություն կոչված շարժմանը, երբ որ արդեն հստակ է եղել, հետո առանձին փոխնախարարն է հանդիպել գնդերեցների հետ, արդեն ուղիղ հարցը տալով, որ միանում եք, թե չէ։ Այո, Արման Սարգսյանը։ Այդ խորհրդակցությանը մասնակցած գնդերեցներից Արթուր Գևորգյանը Facebook-յան գրառմամբ պատմել էր, հանդիպմանը պաշտպանության նախարար, փոխնախարարից բացի գլխավոր շտաբի ու բարոյահոգեբանական ծառայության պետերն են մասնակցել։ Այդ հանդիպման ընթացքում մեզ ուղղվել է ուղիղ եւ հստակ հարց, ինչ վերաբերմունք ունենք այսպես կոչված բարենորոգում անվամբ տխրահարճակ շարժման նկատմամբ։ Այնուհետև պաշտպանության նախարարի տեղակալի կողմից հնչեց եւս մեկ առավել հստակ հարցադրում. միանում ենք այդ շարժմանը թե ոչ։ Ըստ գնդերեց Գևորգյանի, պաշտպանության նախարարության պաշտոնյաները հիշել են նաև իրենց ցածր աշխատավարձի մասին, կարծելով, թե մեզ կարող են գնել, գրում է։ Նիկոլ Փաշինյանի ու 10 եպիսկոպոսների նախաձեռնած եկեղեցու բարեփոխման կաթողիկոսի
վաճառականի պահանջին միանալու վերջին փորձը այս գնդերեցի հետ Շիրակի Կայազորի պետն է արել։ Շուրջ 2 ժամ փորձել է համոզել, որպեսզի միանամ այդ շարժմանը, սակայն ստացել է հստակ մերժում։ Եվ այսպես բոլորի հետ հանդիպումներ, հորդորներ, հոգեբանական ճնշումներ, ասում է Տեր Պսակ քահանան։ Մենք ունեցել ենք նաև քահանա, որի հետ անմիջապես խոսել է բանակային կորպուսի հրամանատարը։ Եղել են սարկավակներ, որտեղ իրենց հետ խոսել են բարձրաստիճան զինվորականներ ու գեներալներ, մենք հոգևորական ենք ունենք հիմա էլ իհարկե բնականաբար Տերհոր հետ 2 անգամ են նույնիսկ հանդիպում եղել։ Գնդերեցներին առաջարկվել է Փաշինյանի օրակարգի միանալ այդ գումարի դիմաց, այս է ասում։ Սուտ է, նման բան չկա։ Պարոն Պապիկյան, դուք մասնակցում եք վարչապետին։ Ինչ արված է հրապարակային, ասում իմ հրամանը նույնիսկ ես բացել եմ, որ այս տարընթերցումները, հեքիաթները։ Պաշտպանության նախարարը կտրուկ է հերքում, թե ֆինանսապես փորձում են շահագրգռել գնդերեցներին, որ նրանք միանան բարեփոխիչներին։ Պապիկյանի հրամանով փետրվարի 1-ից դադարեցվեց եկեղեցու կողմից զինված ուժերում հոգևոր ծառայություն իրականացնող գնդերեցների գործունեությունը։ Նույն հրամանով նախատեսվեց, որ բանակում հոգևոր ծառայողներ լինեն, բայց ոչ թե մայրաթոռի, այլ գլխավոր շտաբի բարոյահոգեբանական ապահովման վարչության համակարգմամբ, որն է այս հրամանի իմաստը։ Բանակում զինված ուժերում չի կարող լինել երկակի ենթակայություն։ Նախկին գնդերեց Տեր Պսակ քահանայի կարծիքով պատճառը ոչ թե սա է, այլ այն, որ զրույցները գնդերեցների հետ արդյունք չեն տվել։ Այն այսպես ասած ժողովրդական լեզվով վատ երազում էլ նույնիսկ այդ սցենարը կարծում եմ քննարկելի չէր այդ տղաների մեզ համար։ Մենք չենք միանա։ Եթե իհարկե այդպիսի բան ստացվեր, որ բոլորը միանային, վստահաբար չէր լինես ճնշումները կամ այդ ռեֆորմը, ինչպես իրենք են ասում, այդ հրամաններ չէր լինի։ Վերջին օրերին քահանաներն հազանգում էին գնդերեցներին, փորձում են գրավել 700,000 դրամ աշխատավարձով։ Այդքան չէ, պաշտպանության նախարարը թիվ այնուամենայնիվ չի հրապարակում։ Բավարար աշխատավարձ կլինի, որը կտարբերվի նախկինում իրենց ստացածից։ Տարբերվող աշխատավարձ արդեն չեն ստանա Էջմիածնից նշանակված 30 գնդերեցները, որ այս հրամանից հետո Զորամասերից դուրս են հրավիրվել։ Միայն 4-ը 2 քահանա ու 2 սարկավագ են միացել բարենորոգման օրակարգին ու մնացել Զորամասերում։ Կան նաև 12 գնդերեցներ, որ ժամկետայիններ են ու ոչ միտեղ հեռանալ չեն կարող։ 120,000 տալիս էր պաշտպանության նախարարությունը, 80 քանի հետո դարձավ 100,000 մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Տեր Պսակ քահանան 20 տարի գնդերեց էր տարբեր Զորամասերում, վերջինը Կանազի հոսպիտալի եկեղեցում։ Այնտեղ փոքրիկ եկեղեցի է Սուրբ Գրիգոր Նարեկացի, որտեղ ամեն ուրբաթ օր մենք պատարակներ էինք մատուցում, որին մասնակից էին լինում եւ բուժում ստացող բուժառու զինվորները եւ նաեւ բուժանձնակազմը։ 2 օր առաջ Զորամասերից մայրաթոր վերադարձած քահանաներին ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց։ Նրանք արդեն հոգևոր ծառայության նոր հասցեներ ունեն։ Տեր Պսակ քահանան Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում է։ Այստեղ պատարակների օրերին եկեղեցու սրահը միշտ լի էր զինվորներով։ Չգիտի հրահանգ կա, թե ոչ, բայց նրանց 2 կիրակի է չի տեսնում։ Իրեն էլ տարածքի Զորամասեր արգելում են մտնել։ Թողարկման այս հատվածում էլ միջազգային թեմաների մասին Օդեսայում և Խարկովում ռուսական անօդաչուների գիշերային հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ։ Ուկրաինայի նախագահը հայտարարել է ռուսական էներգետիկ ենթակառուցվածքը օրինական թիրախ է ուկրաինական հարվածների համար, քանի որ էներգետիկ ոլորտը զենքի արտադրության համար միջոցների աղբյուր է։ Ռուսաստանը թիրախավորում է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները, ինչի հետևանքով Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների հազարավոր բնակիչներ սաստիկ ցրտերի շրջանում օրերով առանց ջեռուցման և հոսանքի են մնում։ Իրանը հայտարարել է, թե պատրաստ է նոսրացնել իր բարձր հարստացված ուրանը, եթե Միացյալ Նահանգները վերացնի Թեհրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները։ Այս հայտարարությունը հնչել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև անցած ուրբաթ Օմանի միջնորդությամբ վերսկսված անուղղակի բանակցություններից հետո։ Տեղեկությունը հայտնել է իրանական պաշտոնական ԻՌՆԱ գործակալությունը, չմանրամասնելով Թեհրանը ակնկալում է միայն ամերիկյան, թե արևմտյան բոլոր պատժամիջոցների վերացում։ Միացյալ Նահանգների փոխնախագահի հետ Երևան ժամանած ամերիկացի լրագրողներից մեկը ի դեպ Ջեյդի Վենսից հետաքրքրվել է։ Արդյոք Վաշինգտոնը համաձայն է, որ Իրանը ավելի քիչ հարստացված ուրան ունենա։ Փոխնախագահը արձագանքել է, թե Միացյալ Նահանգների կարմիր գծերը այս հարցում ԱՄՆ նախագահը կորոշի։
նախագահն է որոշելու, եթե վերադառնանք սկզբնական բանակցությունների մեր եւ Իրանների մեջ, մեր նախագահն շատ ջանասեր աշխատում է, որպեսզի մեզ համար փոխշահավետ համաձայնության գանք, բայց եթե իրանացիները համաձայնվեին, ուրեմն լավ վերջակետի հասնենք։ Մենք հիմա կենտրոնանում ենք Միացյալ Նահանգներ եւ վարչապետ, Միացյալ Նահանգներ եւ Հայաստան փոխհարաբերություններին։ Որպես կանոն մեր նախագահան սա մասնավոր է, ինքը նախապես չի հայտարարում, թե ինչ է ինքը բանակցությունների ժամանականում։ Ինքը շատ լավ խոսակցություններ է ունենալու իր թմի հետ գալիք օրերի եւ շաբաթների։ Ես թույլ տամ թող նախագահան ինքը այդ բանակցությունները, բայց էլի հարգելով մեր մամուլի ներկայացուցիչները, բայց ասեմ, մեր նախագահան բավականին մասնավոր է պահում։ Իսկ ցուցարարների նկատմամբ բռնության օգտագործումը սա բերելու է նրան, որ նախագահան պնդի, որ մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներ լինի։ Դա մեր նախագահան շատ խիստ պահանջ է արել, որ եթե կան բանտարկյալներ, որոնք պետք է դատապարտվեն, մեր նախագահան ասել է, մենք Իրանի խաղաղ ցուցարարների կողքին ենք, մենք իրենց սատարում ենք, բայց այո, միանշանակ է, մեր նախագահան սա պարզ է դարձրել, որ եւ ոչ միայն իրանացիների հետ, ամբողջ տարածաշրջանի համար այդ հարցը ինքը առաջ է բրդելու։ Ազատությունը շարունակում է հետևել ԱՄՆ փոխնախագահի այցին, որը կշարունակվի նաև վաղը։ Ես հիշեցնեմ, որ J.D. Vance-ին նախագահական նստավայրում ընդունեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առանձնազրույցից հետո հայ-ամերիկյան պատվիրակությունների բանակցություններ անցկացվեցին, հետո պաշտոնյաները հանդես եկան հայտարարություններով, որոնց առանցքում ԱՄՆ միջնորդությամբ խաղաղություններ։ Սյունիքով անցնող թրիփ ճանապարհը, տնտեսական համագործակցությունը, խաղաղ նպատակով միջուկային համագործակցությունը։ J.D. Vance-ը, որ Հայաստան երբևէ այցելած ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, տեղեկացրեց, որ Վաշինգտոնը 11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք է հաստատել Հայաստանի համար։ Իդեպ ԱՄՆ փոխնախագահի այցի կապակցությամբ այսօր Երևանի հեռուստաաշտարակը ԱՄՆ դրոշով էր լուսավորված։ Այսքանը այս թողարկման համար Ազատությունը հետևում է իրադարձություններին, ազատություն.am կայքում, սոցցանցերի մեր էջերում, հետևեք թարմացումներին, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։